Աշխարհի վերջը կարող է գալ 2026 թվականի նոյեմբերի 13-ին, երկիր մոլորակի վրա մարդկության վերջին օրվա մասին այս կանխատեսումն արվել է ուղիղ 66 տարի առաջ, 1960 թվականին։ Ամերիկյան Իլինոյսի համալսարանի 3 հետազոտողներ հրապարակել են հոդված կանխատեսելով աշխարհի հնարավոր վերջը 2026 թվականի նոյեմբերի 13-ին։ Հայնց ֆոն Ֆյորստերը, Պատրիսիա Մորան եւ Լոուրենս Ամյոն մաթեմատիկական հաշվարկ են արել ու պարզել, որ երկրի բնակչության կտրուկ աճը կհանգեցնի ռեսուրսների պակասի։ 1960-ականներին մեր մոլորակի վրա ապրում էր մոտ 3 միլիարդ մարդ, իսկ հիմա 8 միլիարդից ավելին։ Ըստ գիտնականների կանխատեսումների, մոլորակի կործանման գլխավոր վտանգը գերբնակեցումն է լինելու, այլ ոչ թե միջուկային պատերազմի կամ աստերոիդի ընկնելու նման աղետները։ Բնակչության աճի տեմպը գերազանցում է մարդու գոյության համար միջոցներ արտադրելու կարողությանը, ասում են գիտնականները։ Աշխարհի միլիարդատերերը արդեն միջոցներ են ձեռնարկում սով կոչվող ապոկալիպսիսից փրկվելու համար։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում ստորգետնյա բունկերով շքեղ ռանչո է կառուցում։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կղզիներ է գնում Ֆլորիդայում, իսկ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը գրեթե ամբողջությամբ վերցրել է Հավայան Լանայի կղզին։ Մեզ փրկելու եւ այլ մոլորակի վրա կյանքը շարունակելու հույսը աշխարհի ամենահարուստ մարդու ձեռքերում է։ Իլոն Մասկին հանգիստ չեն տալիս Մարսը գաղութացնելու, այնտեղ նոր աշխարհ ստեղծելու մտքերը։ Մասկն իր ծրագիրն անվանում է կյանքի ապահովագրություն։ Այս տարվանից սկսած նա նախ Մարս ռոբոտներ կուղարկի, հազարավոր անօդաչուներ, ապա անձնակազմով առաքելություն Starship տիեզերանավերով։ Մարսի առաջին բնակիչները կլինեն 100,000 կամավորները, որոնք իրենց հետ 1 միլիոն տոննա բեռ կտանեն կարմիր մոլորակ։ Կստեղծվի միջմոլորակային տրանսպորտային համակարգ, դեպի Մարս 1 տոմսի արժեքը կսկսի $100,000-ից, եւ այս ամենը հնարավոր է իրականություն լինի ընդամենը 4 տարի հետո, 2030 թվականին։